Վիզուալ հաղորդակցությունները այսօր դարձել են մեր կյանքի անբաժան մասը։ Մենք ամբողջությամբ շրջապատված ենք տարբեր պատկերներով։ Երբեմն վիզուալ հաղորդակցություն գիտակարգը ներկայացում է որպես նոր, բայց իրականում մարդը միշտ է շրջապատված եղել վիզուալ պատկերներով եւ միշտ փորձել է ստեղծել այդ վիզուալ պատկերները։ Եվ վիզուալ պատկերների նպատակները շատ տարբեր են եղել։ Վիզուալ հաղորդակցության մասին առաջին գրքերը ավելի ուշ են ի հայտ եկել, քան ընդհանրապես վիզուալ հաղորդակցությունը։ Այսօր եթե նկատենք կա միտում տեղափոխվելու տեքստից դեպի վիզուալ հաղորդակցություն։ Սակայն այն շատ կարծրատիպացած է։ Երբեմն տեքստը օրինակ համարում են ավելի լուրջ, ավելի հստակ, ավելի գիտական, իսկ վիզուալ հաղորդակցությունների մասին ավելի շատ դրանք տեղափոխում են էմոցիոնալ դաշտ, հա, եւ այդ պատճառով վիզուալի նկատմամբ ուշադրությունը վերջին տարիներին է ավելի սրվել, վերջին տարիներին, վերջին 2 դարերի ընթացքում, հա, կասեմ ոչ թե վերջին տարիներին, ավելի շատ կուզեմ ասել Ջոն Բերգերի մասին, ով հեռուստալրագրող էր BBC-ում, եւ նա սկսեց հետաքրքրվել հենց վիզուալ հաղորդակցություններով։ Դա թե վիդեո դրվագներն էին, թե միջնադարյան կտավներն էին, որոնք իմաստներ էին հաղորդում, եւ նա սկսեց ուսումնասիրել դրանք եւ փորձեց որոշակի օրինաչափություններ առանձնացնել։ Ինչու է տեքստը ու վիզուալը տարբեր։ Այսօր երբ մենք օրինակ դիտում ենք Facebook, Instagram կամ ցանկացած այլ վիդեո արտադրանք կամ լուսանկարային արտադրանք, պատկերային արտադրանք, ապա մենք տեսնում ենք, որ գործ ունենք կոնվերգենտ տեքստի հետ։ Կոնվերգենտ տեքստ ասելով ի նկատի ունենք այնտեղ կա եւ պատկեր, եւ տեքստ, եւ երաժշտություն, եւ շարժվող պատկեր, եւ այդ պատճառով ամբողջական է ընկալումը։ Իրականում այնպես ինչպես կյանքում մենք ընկալում ենք մեր շրջապատող աշխարհը, եւ այդ կոնվերգենտ ընկալումը բերում է նրան, որ երբ վիդեոն նայում ես անջատելով ձայնը, մի ինֆորմացիա ես ստանում, երբ նայում ես ձայնը անջատելով վիդեոն, այլ ինֆորմացիա է ստանում, իսկ երկուսը իրար հետ նոր ամբողջացնում են եւ բացարձակ կարող են փոխել իմաստները։ Այդ իսկ պատճառով Բերգերը անդրադառնալով դրան հասկանում է, որ եթե մենք նայում ենք միայն վիզուալ տեքստ, այն հնարավոր չէ փոխարկել ամբողջությամբ վերբալ տեքստի եւ ստանալ վերբալ տեքստ։ Երբեմն մենք փորձում ենք օրինակ դիտելով որոշակի պատկեր, փորձել պատմել այն։ Դպրոցում էլ երեխաներին սովորեցնում են դա եւ դա շատ կարեւոր հմտություն է, բայց եթե դիմացինը չի դիտում պատկերը, ապա իր ուղեղում տարբեր պատկերներ են մշակվում եւ այդ պատկերները շատ դետալային են։ Եթե մենք հանձնարարում ենք դպրոցում երեխային նկարել, շատ պարզ մի բան, օրինակ երեխաները խաղում են բակում, ապա երեխան պետք է որոշի քանի երեխա է խաղում բակում, ինչ սեռի են այդ երեխաները, ինչ ռասայի են այդ երեխաները, ինչ արտաքին տեսք ունեն, ինչ են հագած։ Եվ Ջոն Բերգերը գալիս է այն եզրահանգման, որ իրականում վիզուալը միշտ շատ ավելի կոնկրետ է, քան տեքստը։ Տեքստում մենք կարող ենք ասել, որ երեխաները խաղում են բակում։ Վիզուալիզացնելիս մենք ստիպված ենք արդեն շատ դետալներ ավելացնել, որպեսզի դա դառնա կոնկրետ։ Սա մի առանձնահատկությունն է վիզուալ հաղորդակցությունների, որ այն շատ ավելի կոնկրետ է։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ շատ անգամ մենք պատկերում ենք այնինչ չկա։ Սա շատ հետաքրքիր եզրահանգում է, որին նորից գալիս է Ջոն Բերգերը, եւ իրականում այս դատողությունը բավական բարդ է։ Բավական բարդ է հասկանալ, ամենապարզ օրինակը բավական տխուր է, երբ օրինակ մեր կյանքից ինչ-որ մեկը գնում է, մեզ հարազատ մարդ, որպես կանոն իր լուսանկարը մենք տեղադրում ենք, փորձելով փոխարինել իր բացակայությունը, բայց դա երևի ամենավառ օրինակն է։ Իրականում, երբ որ մենք այն լուսանկարները, որոնք մենք փորձում ենք պահպանել, մենք փորձում ենք պահպանել մեր երջանիկ պահերը։ Եվ այդ երջանկությունն ենք փորձում պահել։ Այն ինչ որ
այս պահին չկա, մենք փորձում ենք պահպանել պատկերների միջոցով, որոնք նույնպես հաղորդում են ու հարստացնում են մեր կյանքը։ Սա եւս մեկ առանձնահատկություն, բացակայողը պատկերելու։ Եվ իրականում այսօր, երբ մենք տեղափոխվում ենք deepfake ինդուստրիա, տարբեր տեսակի պատկերային վերափոխումների դաշտ, մենք հասկանում ենք, որ մենք կորցնում ենք սահմանը իրականի եւ կեղծիքի, եւ այդ սահմանը շատ բարդ է հասկանալ, երբ է կորչում։ Այդ վիզուալ պատկերները իրականում ձևավորում են մեր սոցիալական կյանքը։ Եվ մենք էլ ենք մասնակիցը դառնում վիզուալ կյանքի, վիզուալ պատկերների ձևավորման, սկսած այն պահից, երբ առավոտյան արթնանում ենք, շպարվում ենք, հագնվում ենք եւ դուրս ենք գալիս տնից։ Մենք որոշակի ինֆորմացիա ենք փոխանցում։ Պատկերի գործառույթը հիմնական, դա կոնտենտի, ինֆորմացիայի փոխանցումն է։ Ինչպիսի ինֆորմացիա է փոխանցում, դա շատ եւս մի հետաքրքիր դրվագ է, որի մասին խոսում է Բերգերը, նա խոսում է, որ երբ մենք ընկալում ենք վիզուալ պատկերը, շատ մեծ հարց է, մենք ընկալում ենք վիզուալ պատկերից այն ինֆորմացիան, որը նա է մեզ փոխանցում, թե մենք ուղղակի գիտենք դա։ Երբեմն ես փորձում եմ ուսանողներին ցույց տալ պատկերներ արտասահմանում արված, ինչ որ մի երևույթի, որը նրանց այնքան էլ ծանոթ չէ, եւ շատ հաճախ նրանք չեն ճանաչում, ինչ է պատկերված, քանի որ չգիտեն։ Սա շատ հետաքրքիր էլի քննարկման հարց է, մենք տեսնում ենք այն ինչ տեսնում ենք, թե մենք տեսնում ենք այն ինչ գիտենք, ինչպես ենք մենք մեկնաբանում։ Վիզուալ հաղորդակցության մեջ շատ կարևոր է տարբերակել գործընթացները, որոնք մեր ուղեղում իրականում վայրկյանական արագությամբ են տեղի ունենում։ Առաջինը մենք նայում ենք ինչ որ մի առարկայի, լինի դա կտավ, լինի դա պատկեր, լինի դա թատրոն, թատերական ներկայացում, լինի դա ուղղակի մեր զրուցակիցը, մենք նայում ենք։ Տեսնում ենք մենք արդյոք թե ոչ, դա շատ մեծ հարց է, հենց այդ պատճառով լեզվում տարբերակված են այդ բայերը։ Նրանից հետո, որ մենք տեսնում ենք, մենք սկսում ենք պատկերացնել, քանի որ որպես կանոն պատկերը ամբողջական չէ։ Եթե մենք նայում ենք կտավին, մենք փորձում ենք հասկանալ, ինչու է նկարիչը այսպես պատկերել, ինչ էր մտածում, ինչ էր զգում։ Սա որպես կանոն քննվում է եւ վերլուծվում է արվեստագետների կողմից։ Եթե մենք նայում ենք մեր զրուցակցին, մենք տեսնում ենք նրան, այնուհետև փորձում ենք պատկերացնել, ինչ է ինքը մտածում, ով է ինքը, այնուհետև մենք սկսում ենք երևակայել։ Այ երևակայության ու պատկերացման մինչև սահմանը շատ նուրբ է։ Դու պատկերացնում ես ով է զրուցակիցդ, այնուհետև սկսում ես երևակայել։ Ինչպես է ինքը քեզ վերաբերվում, ինչ է մտածում, ինչու այսպես ասեց, դա երևակայությունն է։ Այնուհետև գալիս է մի շատ հետաքրքիր փուլ, առանց որի վիզուալ կոմունիկացիայի այս ամբողջական շղթան չի գործում։ Ներկայացում մյուսներին։ Երբ որ դու արդեն ընկալեցիր, նայեցիր, տեսար, պատկերացրեցիր, երևակայեցիր եւ այնուհետև սկսում ես ներկայացնել մյուսներին, թե ինչ դու տեսար։ Եվ այստեղ ամբողջանում է վիզուալ կոմունիկացիայի շղթան, որը նաև բերում է նոր իմաստների, յուրաքանչյուր փուլում նոր իմաստներ են ավելանում։ Եվ այդ նոր իմաստները հենց ստեղծում են այն սոցիալական կառուցվածքները, որոնցում մենք ապրում ենք։ Դրանց շնորհիվ ենք մենք դատողություններ կառուցում այն մասին, թե ինչն է լավ, ինչն է վատ, ինչն է թշնամական, ինչն է ինչպես փոփոխվում։ Այսօր աշխարհում կատարվող իրադարձությունները ստիպում են մեզ փոխել վերաբերմունքը տարբեր իրավիճակների, եւ վիզուալ գործիքները շատ ակտիվորեն օգտագործվում են հենց այդ նպատակով։ Եվս մեկ հետաքրքիր ոլորտ է դա նշանագիտությունը, որը փորձում է հասկանալ ինչպես են ստեղծվում նշանները։ Նշանագիտության մեջ կա երկու շատ հայտնի անուն,
Մի անունը դա Ֆերդինանդ դե Սոսյուրն է, որը շատ ծանոթ է լեզվաբաններին, որը լեզվաբանական կրթության պարտադիր մաս է, եւ լեզվաբանները ավելի շատ խոսում են հնչյունների, բառերի, տառերի, նախադասությունների, խոսքի մասերի ձևավորման մասին, եւ Ֆերդինանդ դե Սոսյուրը փորձում է տարբերակել նշանակողը եւ նշանակվողը, այն ինչ նշանակում է եւ այն օբյեկտը, որը որ նշանակվում է, այսինքն նշանը եւ օբյեկտը ինքը փորձում է առանձնացնել իրարից։ Երբ որ մենք օգտագործում ենք շատ պարզ բառեր, օրինակ արև, նա փորձում է տարանջատել արև հնչյունային շարքը կամ արև տառերի գրվածքը այն իմաստից, որը մենք ընկալում ենք։ Եվ երբ որ մենք սկսում ենք դա տարանջատել, մենք սկսում ենք հասկանալ ինչու տարբեր լեզուներում կան այդքան տարբեր հասկացություններ եւ խոսքը, օրինակ հայերենում արև բառի հոմանիշները շատ են, եւ արեգ, եւ արփի, դա բոլորը արև բառի հոմանիշներն են։ Ինչու են այդքան շատ հայերենում, որովհետեւ արևն է շատ Հայաստանում եւ մեզ անհրաժեշտ է արևին անընդհատ դիմել, եւ մենք արևին դիմելիս, արևը նշանակելիս տարբեր նշանակողներ ենք գտնում, տարբեր նշաններ ենք գտնում, որով կարող ենք արևը նշանակել։ Այս Ֆերդինանդ դե Սոսյուրը խոսում է այս երկու հատվածների մասին։ Չարլզ Սանդերս Պիրսը, որը մաթեմատիկոս է ի սկզբանե եւ դեպի նշանագիտություն գալիս է մաթեմատիկական գիտելիքից, սա էլ է շատ հետաքրքիր։ Լեզվաբանը տառերը որպես նշաններ ընկալելով գալիս է դեպի իմաստների վերծանություն եւ նշանագիտություն, եւ մյուս կողմից Չարլզ Սանդերս Պիրսը, որը մաթեմատիկոս է, մաթեմատիկական սիմվոլները մեկնաբանելիս գալիս է դեպի նշանագիտություն։ Եվ նա ավելացնում է եւս մեկ կարևոր տարր, այդ երրորդ տարը մեկնաբանողն է։ Մեկնաբանողի դերը շատ կարևոր է, երբ դու տեսնում ես նշան, կա նշանակվող, բայց մեկնաբանողի դերը, սուբյեկտի դերը շատ կարևորել է Չարլզ Սանդերս Պիրսը, լինելով մաթեմատիկոս, եւ դա է շատ հետաքրքիր, ինչպես են մարդիկ տարբեր հարացույցերից տեղափոխվում մեկ ուրիշ դաշտ, քանի որ իրենց սկզբնական հարացույցում ինչ-որ բան իրենց պակասում է։ Վերադառնալով Սոսյուրին, պետք է երկու հասկացությունների մասին խոսենք։ Նա խոսում է պարադիգմատիկ կապերի մասին եւ սինտագմատիկ կապերի մասին։ Դարձյալ լեզվաբաններին շատ ծանոթ, բանասերներին շատ ծանոթ հասկացություններ են։ Եթե խոսում ենք օրինակ այբուբենի մասին, եւ լեզվաբանները խոսում են այբուբենի մասին, ապա դա պարադիգմա է։ Քանի որ այնտեղ կան բազմաթիվ նշաններ, որոնք հիմնականում իրար նման են, բայց տարբերակիչներ ունեն, հատկապես երբ խոսում ենք հայկական այբուբենի մասին, կրկնվող մեր նշանը, հա, այսպիսի, որտեղ տարբեր մասնիկներով մենք արդեն տարբեր նշաններ ենք ստանում։ Դա պարադիգման է։ Որպեսզի այդ պարադիգմայից մենք ստանանք իմաստ, մենք պետք է հարաբերություններ ձևավորենք տարբեր պարադիգմաների միջև, այսինքն միավորենք իրար հետ այդ տառերը։ Տառերը, հնչյունները երբ միավորում ենք, նոր դառնում է բառ, եւ այդ միավորումը Ֆերդինանդ դե Սոսյուրը անվանում է սինտագմատիկ կապ։ Բայց եթե վերադառնանք լեզվաբանությունից դեպի վիզուալ, ապա տեսնում ենք, որ ցանկացած ոլորտում մենք գործ ունենք դրա հետ։ Մենք գործ ունենք պարադիգմաների հետ եւ սինտագմաների հետ։ Օրինակ, երբ մենք առավոտյան փորձում ենք հասկանալ ինչ ենք այսօր հագնելու։ Մենք որոշում ենք ինչ գույնի զգեստ ենք հագնելու, ինչ գույնի բաճկոն ենք հագնելու, ինչ է սազում այդ, ինչ զարդեր են սազում այդ հանդերձանքին, եւ մենք իրականում տարբեր պարադիգմաներից ձևավորում ենք սինտագմատիկ կապ։ Կախված մեր ճաշակից, հմտություններից, ի դեպ ասեմ, որ ճաշակն էլ է սինտագմատիկ կապի, վիզուալ սինտագմատիկ կապի օրինակ, որը նույնպես շատ հետաքրքիր է եւ մշակույթից մշակույթ տարբեր է։ Այնինչ մեր մշակույթում է համարվում ճաշակով, այլ մշակույթում արևելյան կամ արևմտյան գուցե ընդհանրապես չհամարվի ճաշակով։ Եվ ստեղ ուզում եմ խոսել նաեւ վիզուալ հաղորդակցությունների եւ բնության կապի մասին, որտեղ ավելի շատ մենք պետք է քննարկենք գույները։ Գույները ունեն նշաններ։
եւ գույների նշանակությունը որպես կանոն գալիս է հենց բնությունից։ Ասում են, որ կանաչը հանգստության նշան է։ Մենք նայում ենք խոտին ու հանգստանում ենք։ Մենք կարող ենք հասկանալ երկնքի գույնը, երբ նույնպես վստահելի գույն է երկինքը, եւ այդ վստահելի գույները մենք տարածում ենք տարբեր ոլորտներում, կիրառում ենք, օրինակ շատ երկրներում այն ոլորտի ներկայացուցիչները, որոնց նկատմամբ անհրաժեշտ է, որ հասարակությունը վստահություն ունենա, օրինակ ոստիկանություն, օրինակ բանկային համակարգ, նրանք կրում են կապույտ համազգիստ, որովհետև վստահության, խաղաղության, հանդարտության նշան է եւ դա միայն կառուցակցում չէ, դա գալիս է բնությունից։ Դեղին գույնը ամենավառ գույնն է, այն օգտագործվում է ճանապարհային նշանների մեջ, որովհետև հեռվից երևում է լավ ու կանխազգուշացնող գույն է նաև բնության մեջ։ Կենդանիների գույները, դրանք նախազգուշացնող են, վտանգի մասին են նախազգուշացնում, նույնպես մենք վարվում ենք ճանապարհային նշանների պարագայում։ Կարմիր գույնը մեզ մոտ ասոցացվում է սնունդի հետ։ Եթե մտնենք սուպերմարկետ, երևի ամենահաճախ հանդիպող փաթեթավորումը կարմիր գույնի է եւ հատկապես երբ խոսում ենք մսի մասին, մսային ուտեստների մասին, դարձյալ կարմիրը շատ է օգտագործվում եւ շատ հաճախ օգտագործվող համադրություն է կարմիրի եւ դեղինի համադրությունը, որը արդեն իսկ երբ ասում եմ դա, երևի թե թքարտադրություն է առաջացնում, որովհետեւ մենք սովոր ենք, որ այդպիսի գույների համադրությունը որպես կանոն կշտացնում է մեզ։ Նաեւ այլ գույներ կան, որոնք ավելի խորհրդավոր նշանակություն ունեն։ Օրինակ մանուշակագույնը։ Հայ առաքելական եկեղեցու կողմից մանուշակագույնը օգտագործվում է քահանաների հանդերձանքի մեջ, հատկապես տոնօրերին, որովհետև ամենախորհրդավոր գույնն է, որովհետև բնության մեջ դժվար է ստանալ այդ գույնը եւ դրանով իսկ պայմանավորված է այդ գույնի խորհրդավոր լինելը եւ իշխանությանը բնորոշ լինելը, որպես Աստծո իշխանություն, որպես եկեղեցու իշխանություն։ Վիզուալ հաղորդակցության կարևորությունը պայմանավորված է նաև ժամանակահատվածով։ Այսօր շատ են տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս անընդհատ նոր պատկերներ ստեղծել։ Յուրաքանչյուրիս հեռախոսի մեջ կան անվերջ պատկերներ, կեսը պետքական, կեսը ոչ պետքական, մի մասը էսթետիկ նկատառումներից են արված, մյուս մասը արված են խիստ պրագմատիկ նկատառումներից ելնելով։ Եվ պետք է հասկանալ, որ կան տեխնոլոգիական պայմաններ, որոնք բերում են վիզուալ հաղորդակցությունների կարևորմանը։ Դրանցից մեկը ուրբանիզացիան է։ Երբ մարդը գյուղից քաղաք է տեղափոխվում, նա սկսում է ձևավորել ավելի արհեստական աշխարհ։ Արհեստական աշխարհում նրան պետք են պատկերներ, եւ այդ պատկերները նա ստեղծում է նաև ուրբան մթնոլորտում, ավելի այն դարձնելով իր համար հարմարավետ։ Բացի դրանից հետաքրքիր է, որ մենք օգտագործում ենք վիզուալ բազմաթիվ միջոցներ, երբ մեզ պետք է վիզուալիզացնել որևէ ոչ նյութական օբյեկտ, որը շատ կարևոր է։ Մենք վիզուալիզացնում ենք սերը, մենք վիզուալիզացնում ենք ժողովրդավարությունը, մենք վիզուալիզացնում ենք տխրությունը, մենք վիզուալիզացնում ենք հասարակությունը։ Այդ ամեն ինչը ոչ նյութական օբյեկտներն են, որոնք հնարավոր չի լուսանկարել, բայց մեզ անհրաժեշտ է դրանք տեսնել, որպեսզի հավատանք, որ դրանք կան։ Դա եւս մեկ երևույթ է, երբ որ մենք փորձում ենք պատկերել այն ինչ որ բացակայում է, որպեսզի հավատանք, որ դա կա։ Եվ ամփոփեմ խոսելով փոքր եւ մեծ պատկերների մասին, փոքր եւ մեծ օբյեկտների պատկերման մասին, երբ մենք պատկերում ենք երկրագունդը քարտեզի միջոցով կամ երկրագնդի, գլոբուսի միջոցով, ապա մենք փոքրացնում ենք, որպեսզի մեր վիզուալ ընկալման համար ընկալելի չափսերի այն դարձնենք։ Եվ ընդհակառակը, երբ մենք ինչ-որ բակտերիաների, վիրուսների մասին ենք խոսում, մենք մեծացնում ենք այդ փոքրիկ օբյեկտը մինչև այն չափսերը, որպեսզի մեր վիզուալ ընկալման համար դրանք հասկանալի լինեն։ Լավագույն օրինակը COVID-ն էր, երբ մեզ հետ հեռուստատեսությունը կոմունիկացնում էր վիրուսը։
եւ վիրուսը շատ մեծ էր ու մատիկներ ձեռներ ուներ եւ բոլոր հեռուստահաղորդավարների հետին պլանում երևում էր հենց վիրուսի պատկերումը, ինչի համար, որպեսզի մենք հավատանք, որ այդ վիրուսը կա։